Չի միավորվելու որևէ դպրոց, որի ճանապարհները ամբողջությամբ ավարտված չեն։ Հեռու մոտիկ թե որ գյուղերի դպրոցների միավորման հարցն է դրված, մանրամասները սեպտեմբերի 1-ին էլ հայտնի չեն դառնա։ Որոշումով միայն դպրոցների թիվի է հրապարակված, ըստ որի լուծարվող դպրոցներից 48-ը Շիրակի մարզում են։ Խիստ նախնական ու մոտավոր պատկեր կարելի է կազմել կլաստերային դպրոցների կառուցման տեղանքները հաշվի առնելով։ Այդ նորակառույց դպրոցներ ստանող գյուղական ճանապարհներն արդեն նորոգվում են։ Ճանապարհի այս հատվածն է մնացել, որբիսի գյուղերից, երկու գյուղերից երեխաները լրիվ ասֆալտ մաքուր ճանապարհով կան հասնեն դեպի նորակառույց Քեթի կրտահամալիր։ Ախուրյանի տարածաշրջանի Քեթի գյուղի միջով անցնող 700 մետր երկարության ճանապարհահատվածը նորակառույց կրտահամալիրին է միանում։ Պետական միջոցներով հիմնանորոգում է կատարվում։ Սեպտեմբերի 1-ին ասֆալտած ճանապարհը բաց կլինի առայժմ միայն Քեթիի միջնակարգ դպրոցի 110 աշակերտի համար։ Հաջորդ տարվանից այս դպրոցականներին կմիանա նաև հարևան Փոքրաշենի եւ Հովունի գյուղերի աշակերտությունը։ 3 համայնքի աշակերտներն իրար հետ մոդավոր նախնական թվով կազմելու են 170 աշակերտ։ Ամասիայի տարածաշրջանի գյուղերում էլ 1 տասնյակից ավելի լուծարվող կամ միավորվող դպրոցներ են լինելու։ Արեգնադեմում նորակառույց կլաստերային դպրոցը պատրաստ է, դպրոցի ճամփան հիմնանորոգման մեկնարկին է սպասում։ 5.5 կիլոմետր երկարության ճանապարհ է նախատեսվում ասֆալտապատել։ Արեգնադեմի դպրոց ոչ այս ուսումնական տարվանից, բայց գալու են հարևան գյուղերի աշակերտները։ Նոր կառուցվող ճանապարհներով գյուղերում ոգևորված չեն։ Գյուղացիք ասում են, թե դրանք բնակավայրերը դատարկող ճանապարհներ են դառնալու։ Հովունին Քեթիից 7 կիլոմետր է հեռու երկու գյուղի ճանապարհները աշնան ու գարնան 2 ամիսներին են անցանելի։ Մնացած ժամանակ ձյուն ու բուքն է փակում։ Հովունիից Քեթի հասնելը ձմռան երեխաների համար հեշտ չի լինելու։ Մի օրվա համար չէ դպրոցը։ 9 ամիս դասի են կնում։ Դժվարություններ կա, զույն է, թիպի է, դե ճանապարհից կդրված է այս գյուղը, դեպի 3 կիլոմետր տրասից էս կողմը, քանի անգամ է ճամփեքը փակվել, երկորով ճամփեն փակել։ Շտաբօգնություն չկրացեք, երեքա մարդը հիվանդ մեկը իրա մերը, դուրը պարգաց հիվանդ կերիկ, շտաբօգնություն չի կրացեք։ Երեխաները ստեղ են դժվարանում գնաց դպրոց, իրենց համայնքի սենք դպրոց, իշ կմնա գյուղից գյուղ գնան, ամբողջ օրը ժամանակի բանով։ Իրենք չեն հոգնին գնախել երեխեքը։ Լուծարվող դպրոցների հարյուրավոր աշակերտների համար ճանապարհները նորոգելուց բացի տեղափոխության խնդիրը եւս պետությունը պարտավորվում է կարգավորել։ Տարբերակներ կան, օպտիմալը որն է լինելու քննարկում են։ Մեկ երեխայի հաշվարկով ճանապարհածախսի տրամադրումը դրանցից մեկն է։ Բոլոր այն դեպքերում, երբ երեխան իր բնակավայրում չի գնա դպրոց, այլ կգնա հարակից բնակավայրում նորակառույց դպրոց, օրական 2000-ական դրամ փոխհատուցման հնարավորություն կունենա, սա հաշվարկվել է, որ ծնողը պիտի մեկ անգամ բերի երեխային, մեկ անգամ տանի եւ հետեւաբար թե ծնողները ինչպես կկազմակերպեն, կմիանան մի քանի ծնողով եւ մեքենայով կտեղափոխեն, թե տաքսի ծառայություն կբարձեն, արդեն սա թողել ենք ծնողների հայեցողությանը։ Տրանսպորտի փոխհատուցման տարբերակը որպես միջանկյալ լուծում են դիտարկում նախարարությունում։ Ավելի անվտանգ ու ապահով դպրոց հասնելու նախընտրելի տարբերակ համարվում է դպրոցական ավտոբուսների տրամադրումը։ Այնպես կահավորված կլինեն, որ բոլորի համար տեսանելի կլինի, որ դրանք դպրոցական ավտոբուսներ են, այդ ավտոբուսները որոշակի ստանդարտների են համապատասխանելու օրինակ արագության գերազանցման, ամրագոտիների, ուղեկցորդներ են պարտադիր լինելու ավտոբուսներում, որպեսզի երեխաներին ծնողներից ընդունեն, այսպես ասած, տեղափոխեն դպրոց, հետո դպրոցում կկազմակերպվի երեխաների կրթությունը, արտադպրոցական կրթությունը եւ օրվա վերջում երեխաները կտեղափոխվեն նորից իրենց բնակավայր։ Հարմարեցված ստանդարտներին համապատասխան թե քանի ավտոբուսի կարիք կունենան, պարզ չէ, առայժմ 5-ն են նախատեսում ձեռք բերել։ Հայաստանում լուծարվող կամ միավորվող դպրոցների նախնական թիվ նշվում է 229։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։